Այսօրվան ավետարանական հատվածը Ղուգասու ավետարանեն է 9-րդ գլուխ 44-րդ համարեն 50-րդ համարները։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգին Սրբո ամեն։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր Քրիստոսով։ Այսօրվան ավետարանը ուղագի գխոսի եւ գսե այն բարգարի մասին, որ գտեսնենք ոչ միայն ընդհանրապես աշխարհի մեջ, այլ նաև մասնավորապես մեր սրտերում մեջ։ Փափակը միշտ ըլլալու առաջինը, մեծակույնը, իշխողը եւ այլն։ Հիսուս իր աշակերտներուն գսե. Մարդու որդին պիտի մատնվի մարդոց ցերկը։ Ղուգասու ավետարան 9-րդ գլուխ 44-րդ համար։ Սակայն նույն ադեն երբ կգանհադեսե իր չարչարանքը Հիսուս արմատական ու հիմնական թասմը ուսուցումը գուտա ճշմարիտ մեծության մասին։ Ով որ ծեր բոլորի մեջ փոքրիկն է, ան է մեծը։ Ղուգաս 9-րդ գլուխ 48-րդ համար։ Մեր ժամանակագից հասարակության մեջ գրեթե բոլորը գուզեն ըլլալ առաջնորդ, աստեցիկ անձ, դեր, զորավար կամ հրամանատարը։ Դիտողները, պաշտոնները, իշխանությունը եւ ճանաչումը կամ ճանցված ըլլալը քերագշող դարձած են բոլոր բնակավարներեն ներս կորզավայրելու, քաղաքականության, ազգային, հոգեվոր, նույնիսկ ընկերային ցանցերու մեջ։ Հազվադեպորեն կտեսնենք կամ կհանդիպենք մարդոց, որոնք պատրաստ են լուր գերբով ծառայելու, ուրիշներուն արիտ տալու, փայլելու կամ իրենք սիրենք վերջինը տասելու եւ վերջին դերը դնելու։ Բայց ճիշտ այդ է, որ գսորվեցնե մեզի Հիսուս։ Աստծո թագավորության մեջ իսկական առաջնորդությունը նկատի չունի երևնալը կամ զապահարվիլը, այլ խոնարհությունը, ծառայությունն ու սերը ավելի քերագշիր են։ Այս սկզբունքը խոր արմատներ ունի, թե սուպրկին եւ թե պատմության մեջ։ Մտածեցեք Մովսես Մարգարեի մասին, որ ղեկավարեց ամբողջ ժողովուրդը, բայց միշտ Աստծո առաջնորդություն գորոներ, խոնարեցնելով իր անձը Աստծո գամքին արչև։ Նայեցեք առաջին առաքյալներուն, որոնք ամեն բան թողեցին ծառայելու համար, ոչ թե իշխանություն շահելու կամ բանեցնելու։ Հիսուս ինքը գադարելապես մարմնավորեց այդ մեկը։ Աստծո որդին լալով անտես գլվա իր աշակերտներուն ոտքերը եւ ի վերջո իր կյանքը իսպաս կտնե բոլորին համար։ Պատմությունը ցույց կտա, որ անոնք, որոնք իշխանություն կփնտրեն ուրիշներուն վրա, շատ անգամ կվերջանան միայնության կամ ավերակներու մեջ։ Մինչդեռ անոնք, որոնք կգլխավորեն ու գարաշնորհեն խոնարհությամբ եւ ծառայությամբ, կթողուն օրհնյալ ժառանգությունը սերունդներուն համար։ Հիսուս նույնպես գմարտահրավիրե մեր նեղմտությունն ու մեր դարբերության վախը։ Երբ Հովհաննես առաքյալ քանքադեցավ թե մեկը թևերը գահաներ Հիսուսի անունով առանց իրենց խումբի մաս ըլլալու, Հիսուս պատասխանեց. «Արկեք մի ըլլաք իրեն, որովհետև ան որ հագարակ չէ մեզի, կնշանակե թե ծեր գոմն է»։ Ղուգաս 9-րդ գլուխ 50-րդ համար։ Մտածած ենք, թե քանի անգամ մենք ալ կփորձենք կառավարել կամ հագագշել Աստծո գործը, որոշելով թե ով բավարարորեն արժանի է ծառայելու։ Մեր օրերուն եւ բաժանումները ամեն տեղ են, կորձագիցներու, քաղաքական կամ գուսակցական խումբերու, եկեղեցու եւ պետության, եղբայրացություններու, միություններու, միապանություններու, նույնիսկ ընտանիքներու մեջ։ Հիսուս մեզի կհիշեցնե, որ Աստծո թագավորությունը ավելի լայն ու անսահման է, քան մեր Թագաստանը։ Աստծո օգին գրնա կործել ամենու մեջ, որոնք պատրաստ են սիրով կործելու։ Հետևաբար, ինչ կնշանակե այս բոլորը մեզի համար։ Կնշանակե, որ պետք է միշտ քննենք մեր սրտերը։ Պետք է հարց տանք մենք մեզի եւ ասենք. աշակերտներ ենք, որոնք փառք կփնտրեն, թե պատրաստ ենք լուր գերբով ծառայելու, ուրիշները առաջ դնելով։ Առաջնորդներ կամ ղեկավարներ ենք, որոնք կբարձրացնեն ուրիշները, թե զորավարներ, որոնք միայն հլու հնազանդություն կպահանջեն։ Վերջապես պատրաստ ենք ուրախանալու Աստծո գործով
նույնիսկ երբ անգը կործե անսպասելի անցերու միջոցով։ Այս ավետարանական հատվածը հստակ մարդահրավերն է։ Աշխարհը, որ գլանված է եւ միայն բաղցանք ունի իշխանություն, թիր, բադիր, փառք եւ դեր ըլլալու, Հիսուս սակայն մեզ կգանչի ապրելու դարբեր ցևով։ Մեր իսկական աստեցությունը չի կար երևնալեն, փարապանվելեն, այլ ծառայելեն սիրով, խոնարհությամբ եւ համբերությամբ։ Ճշմարիտ մեծությունը սանտուխը բարձրանալուն մեջ չէ, այլ իջնելով ծառայության մեջ, քալելով ուրիշներու կողքին եւ թույլ տալու, որ Աստված առաջնորդե մեր քայլերն ու արդյունքները։ Աղոթենք, որ Տեր Աստված դա մեզի քաջություն ընդունելու այս արմատական ու հիմնական երկնային ճանապարհը։ Թող դիմադրենք այն քայթակության միշտ ըլլալու առաջինը, փարապանվողը, իշխողը, երևցողը, ղեկավարողը կամ Տերը։ Թող սրտով փած ըլլանք Աստծո կորձին ամեն դեր, ուր որ անհայտնվի եւ թող մեր կյանքը դառնա արդացոլանք Քրիստոսի խոնար ու սիրող առաջնորդության այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն